Անցավ ուղիղ 2 շաբաթ, իհարկե սա ձայնագրում եմ այն մարդկանց համար, ովքեր տեսել են այս պատմության առաջին մասը և երկրորդ մասը, որը կոչվում էր «Իմ պայքարը քաղցկեղի դեմ»։ Այսօր սա երրորդ մասն է նկարում եմ, մենք անցել է 2 շաբաթ, եկել եմ երկրորդ Արմինեի հետ եկել ենք ուրեմն քիմիոթերապիայի երկրորդ դասին։ Մենք մտանք սենյակ, այս սենյակում, հիմա ես կնստեմ, Արմինեն կնստի այստեղ և կսկսենք մեր քիմիայի դասը։ Ապա նայեք պատուհանից ինչ տեսարան ունեմ ես տեղ։ Հնարեք ինչ ցնցող տեսարանը։ East River։ Այս տեսարանը մարդնային արդեն մենակ այս տեսարանի համար ուզում ես ապրես առողջ, երկար, երջանիկ, ուրախ ընտանիքով, ընկերներով, հայ ազգով, Հայաստանով, այնտեղ ֆուտբոլ են խաղում։ Լավ։ Ընթացքում հետո կնկարեմ նորից։ Արդեն ուրեմն սկսում ենք պրոցեդուրան, ուրեմն ինձանից պետք է արյուն վերցնեին, որովհետև 3 սրսկում էին արել, որ ինչ-որ ցուցանիշներ բարձրանան, արյունը վերցրեցին, պարզվեց ցուցանիշները բարձրացել են, ու միանգամից հիմա պետք է սկսենք։ Արյունը վերցրեցին տեղադրված այդ կոչված փորտից։ Ահա խնդրեմ, որպեսզի նայեք, ասեց, որպեսզի ձեռքերդ չծակեն, անընդհատ մեծ զանգ են անում իմանան ինչպես է մեր վիճակը, դրա համար խանգարում է մեր ձայնագրությանը։ Փորտից միանգամից արյուն վերցրեցին, փորտը տեղադրեցին, այդտեղից արյուն վերցրեցին, 2 հատ կաթետր են կախել, այս կաթետրների միջոցով հիմա ես կստանամ դեղորայքը։ Վերջ։ Վերջի դեղը մնալու է միացրած այն տոմսավաճառի պայուսակով կախված լինելու է ուսիցս, այդպես գնալու ենք տուն 24 ժամ, վաղը ցերեկը երևի 3-ին 4-ի եվրիկ արդեն լրիվ դատարկվում է տուփը, պարկը դատարկվում է, այդ խողովակով ցույց էի տվել անցյալ վիդեոյում, ուրեմն Արմինեն դա տանը քահանի։ Հենց որ ամեն բան նորմալ է, սուրճ ունենք, ինչպես միշտ ուտելիքներ ունենք, շատ լավ քույր ունենք, եկավ ծանոթացրեց թե ինչ դեղեր պետք անեն, ինչ պետք անեն։ Նախորդ ձայնագրությունում ասել եմ, բայց կուզեի նորից ավելացնել հստակեցնելու համար, եթե չեք հիշում։ Ուրեմն առաջի ներարկումը սկսվելուց առաջ քույրը ստեղա լիցենզավորված քույրը կանչեց երկրորդ քույրին, եղբորը, պես կարելի ասել, բուժ եղբորը։ Նա նրան ստուգում, մեկը մյուսին ստուգելով համոզվեցին, համընկնում է իմ ձեռքի անուն ազգանունը, ծննդյան թիվը, բարկոդը, դեղորայքի վրա գրված անուն ազգանունի հետ, բարկոդի հետ, կոմպյուտերի մեջ համեմատեցին, ամեն բան ճիշտ է, 2 հոգով բժշկական սխալից խուսափելու համար 2 հոգով ստուգեցին, հաստատեցին, նոր սկսեցին մեր ակտում։ Մենք այսօրվան ավարտեցինք, երրորդ դեղը ցույց էի տվել նախկինում, չկերած սալատներն ու ուտելիքները տանում ենք հետ, ջուրս հետը, ինձ զգում եմ հոյակապ, նույնիսկ հանգիստ կարող եմ մեքենան վարեմ գնամ տուն, չնայած Արմինեն ուզեց, որ այդ բարձր վստահություն իրեն պարգևեմ, ինքը կվարի։ Գնացինք, ամեն բան նորմալ է, վերջ, մնացած հետո վերջում վաղը կնկարահանեմ, արի։ Վաղը կնկարահանենք ուրեմն այս սարքավորումը հանելու պրոցեսը և կասեմ, թե ինչպես անենք, որ ապարքինման պրոցեսը շատ արագ անցնի, լավ անցնի, որ այդքան, ասենք ես եթե մի 5-6 օր, 8 օր ցավեր ունեի կամ թեթև լավ չէի զգում, ես խորհուրդ կտամ ինչ անենք, որպեսզի ամեն բան շատ հեշտ անցնի, այսքանը։ Հաճելի եմ ցանկանում, լավ կիրակի օր բոլորին, հաջողություն։ Արդեն 24 ժամ է ես տանն եմ, երեք ցույց տվեցի, որ ես երրորդ դեղը միացած է, ներարկվում է, ուրեմն դեղի պարունակությունը 270 միլիգրամ է, ժամում 10 միլիգրամ է ուրեմն ներարկում, ինքը արդեն դա լրիվ դատարկ է։ Հիմա Արմինեն կհանի ուրեմն այս միացումը, մի հատ բան էլ սա այստեղ են կպցրել, սա կհանենք 4 ժամ հետո, սա ինչի համար է։ Ուրեմն սա շաքարով հիվանդ մարդիկ պետք է իմանան սա ինչ բան է, ես իհարկե փարկասոր շաքար չունեմ, բայց ասենք սա բանի համար է։ Արյան սպիտակ գնդերը ուրեմն մոտս նվազել էր, 3-4 օրը սրսկեցի, վերականգնվեց։ Սա հիմա կպցրել են, որ եթե այս 27 ժամվա մեջ, երեկվանից մինչև այսօրվա 6-ը,
եթե հանգարց այրանից մեջ սպիտակ գնդերը նորից նվազեն նորմալիզացնել, ավտոմատ ինքը չափում անում էս գործիքը, անոնց ավտոմատ ինձ ներարկելու է։ Եթե ամսի ժամը 6-ին մնացել է 3.5 ժամ, չի չափ սպիտակ գնդիկների տոկոսայնություն այրանից մեջ, սա հանում ենք, գցում ենք աղբը։ Հիմա սա Արմինեն պատրաստում արդեն, Արմինեն սա ուրեմն որ անջատի։ Ես հիմա շապիկս կհանեմ, ուզում եմ որ տեսնեք դա ինչպես է լինում, վախենալու բան չկա, որ մի քիչ ներվերից թույլ է թող չնայի, բայց նորից եմ ասում, այս արդեն երրորդ ձայնագրությունն է, նպատակը մեկն է, որպեսզի տեսնեք վախենալու բան չկա, հավատակ ինքներդ ձեզ, հավատակ ձեր ընտանիքին, հավատակ բժշկությանը, գիտությանը, պայքարեք, չհանձնվեք, եթե ինչ-որ ազգական ծանոթ բարեկամ ունեք, որ նորից քաղցկեղով հիվանդ է, իրանց էլ օգնեք, որ ասենք ուժեղ լինեն, չվախենան, ասենք ամեն բան լավ կլինի։ Ինձ ասեցին, որ երկրորդ, երրորդից հետո ես արդեն երկրորդ ընդունեցի։ Հնարավոր է նաև մազաթափություն։ Մազաթափություն դեռ մոտս չկա, ուղղակի չեմ լողացել, այսօր չի կարելի լողանալ, դրա համար մազերս մի քիչ տեսքս բանը ասա, բեմական չի, դրա համար ես գլխատներ դրել եմ, որ Հայաստանի ինձ ուշ տա Հայաստանի հողն ու ջուրը, բայց ես այսօր գլուխս քիչ անց երեկոյան երևի խնդրեմ կամ Սուրենը կամ Արմինեն գլուխս կսափրեն, ինչու որովհետև 3-4 օրը հիվանդանոց հետը ուրեմն քաղցկեղի կենտրոն որ մտանք դուրս եկանք վերելակում շատ երեխաներ տեսա, քաղցկեղով հիվանդ երեխաներ տեսել եք դուք էլ երևի Facebook-ում կա երբեմն դրա համավարք են անում, երբեմն հեռուստատեսությամբ լրիվ ճաղատ երեխաներ են, շատ են տառապում։ Ի աջակցություն այդ երեխաների եւ ընդհանրապես ի աջակցություն բոլոր նրանց աշխարհում, ովքեր քաղցկեղով հիվանդ են, ես այսօր կսափրեմ իմ գլուխը, որպեսզի աջակցություն տամ նրանց, որ տեսնեմ սարսափելի բան չկա։ Միանում եմ ձեզ, անկախ դրանից, ինձ մոտ մազաթափություն կլինի թե չէ։ Այսքանը։ Հիմա Սուրենը ընդմիջում կան, հետո շարունակենք։ Քանի որ Արմինեն շատ փորձառու բուժքույր է, նախքին ասենք էլի։ Չնայած Միացյալ Նահանգների լիցենզիա դեռ չունի, լիցենզավորված չի, չէ այսպիսի գործողությունների համար անելու, ես էլ միշտ դեմ եմ, որ ինքը ինչ-որ բժշկական գործողություն անի, եթե ինչ-որ մեկը խնդրում է, որովհետև մենք օրենք հարգող ընտանիք ենք, այսպես ասենք, բայց հիմա իր անձնական ամուսինն է, ուսանեց թեթև բանա, որ ինքը պետք է անի, համել իրան ցույց են տվել, դաս անցել, թե ոնց պետք է անի, դրա համար Արմինեի վստահում, դաս անցել։ Եվ սա վերջում որ անջատենք, այս նույնը ժամը 6-ից անջատենք, պետք է դնենք հատուկ տարայի մեջ, որտեղ իր մեջ ինչ-որ թունավոր բան կա։ Պետք է բերանը լավ փակենք, հետո տանենք մյուս, ուրեմն քիմիայի դասին տանենք հանձնենք։ Ուրեմն Արմինեն փակում է փականները, որպեսզի ոչ մի հեղուկ չգնա հետ, նորից չգա։ Վերջ, առաջի փականը փակվեց, ամբողջությամբ չենք նկարի, հատվածներով իհարկե, անջատումներն է տալիս, խողովակների, հա, ես այդքան լավ չեմ տեսնում, դուք ավելի լավ եք տեսնում, Սուրեն ջան, մի քիչ այս կողմ որ կանգնես, այս կողքից կերևա, թե մաման ինչ անում։ Որ սարսափելի բան չկա, վախենալու բան չկա, ցավ չկա, անցել է 24 ժամ, ես ինձ շատ նորմալ եմ զգում, թեթևակի հոգնածություն ունեմ, ոնց որ ասենք, երևի 3 շատ եմ աշխատել, այդպիսի հոգնածություն կա։ Ոյ։ Չկա։ Կարևորը հետևել, որ ամեն բան շատ ստիրիլ լինի, նույնիսկ այս գործողությունը, որ Արմինեն կատարում է, իրան բացատրեցին, որ 10 վայրկյան, թե 15 վայրկյան պետք է սրբել այդ միացման տեղը։ Հիմա հեղուկ է ներարկելու, ապշել պետք չի։ Ինքն իրան պետք է չորան այդ վրայի ալկոհոլը, հիմա հեղուկ է սրսկում իս փոքր ինչ, լվացում է կատարում։ Այս բաներ տեսակ, ուրեմն փականը դրել է, որ հեղուկը նրա մեջ հետ չգնա, հեղուկը գնա դեպի իմ անոթը։ Ու արագ պետք է սեղմես, թե դանդաղ։ 3 Հա 3 մասով, ընդհատումներով 3 անգամով պետք է անես, կարող է մեջը մի քիչ հայկական կոնյակ խառնել։ Խառնել է։ Հա, կամ մանգոյի հյութ, որ հաճելի լիներ։ Լվացող հեղուկը ներարկեց, երկրորդ փականը փակեց։ Ամբրացնել էին մարմնից վրա, որ գիշերը կարողանամ քնեմ շատ զգուշ, չփոկվի, չշատանա։ Այս հարցում բախտս բերել է, որ մարմինս մազակալա չի, թե չէ հիմա կամ սափրել են, կամ հիմա սա պոկել էր, փիդրահան էր եղել հիմա երևի, կրսկավանդակից էպիլյացիա պյանենք։ Չէ, շատ սափրում ես, այս դեպքերում միշտ
ամբողջ մազածած տարածքը մարմնի սափրում են բժշկությունում, որ ցավ չպաճառի։ Սա Արմինեն հեռացեց, հիմա գլխավորն է, ասեղը պետք է հանի փորթի մեջից, հանգույցի մեջից, որ մցրած է, օպա։ Տեսակ ասեղը ցույց տուր։ Այս ասեղը էլ հետ չի գնա։ Ինքը արդեն այդ վիճակում կանգնեց։ Սեղմելուց մտնում է մեջ այս հանգույցի մեջ, փոքրիկ ոնց որ մի հատ փոքրիկ տափողակ բան լինի։ Հանելուց ինքը լակ հալի նորից այդտեղ փակվում է, որ նորից չգնա։ Վերջի պահը ինչ որ ասեց Արմինեն հեղուկա թեթևակի, հիմա կմաքրի չորացնի եւ նորից ահա ասած եք դա շատ է ցավում, բոլորովին ցավ չկա։ Բոլորովին ցավ չկա, խուճապի բան չկա, կարող է քրտնել է։ Իրանց դեղն է կարող։ Շատ հնարավոր է։ Հիմա գծածքի ստերիլացնելու նպատակով, նայ, մաման ինչա կպցնում։ Արյուն չկա։ Սուրենը արհա գլխավոր արյուն չկա, Սուրենը մասնակցում է նկարահանումներին, որտեղ հույս ունենք մեկ է տեսար ինքը մի օր որոշի բժիշկ դառնա, լավ բժիշկ, ու մարդկանց կյանք փրկի, մարդկանց օգնի, գնա անպայման Հայաստանում աշխատի, հայ մարդկանց փող փրկի, օգնի, բուժի։ Վերջ, շնորհակալություն Արմինեին, շնորհակալություն Սուրենին, ամեն բան շատ լավ էր, սա երեկոյան 6-ին տանենք։ Ձեր թույլատվությամբ հաղթեմ իմ գիշերային շապիկը եւ շարունակեմ ֆուտբոլի դիտումը։ Այսքանը։ Եվ վերջում ինչ եմ ուզում ասեմ։ Ուրեմն 2 շաբաթ առաջ եմ արել առաջինը, սա երկրորդն է։ Առաջի երևի 7-8 օրը 9 օրը մի քիչ ինձ վատ է զգում, բայց պեղավորը ես եմ, որովհետեւ շատ պարկեցի, պարկած անցկացրեցի։ Քիմիայից հետո շատ լավ է պետք է ուրեմն ակտիվությամբ զբաղվել, մարմնամարզություն անել, շատ քայլել, զբոսնել եւ ճիշտ սնվել։ Քաղցրից հեռու մնացեք, 3 հատապտուղներ, շաքար մի օգտագործեք, ինչ ասեմ, այդ ծխել առաջի ճշնամին է, ծխելը թողեք, շատ քայլեք եւ մարմնամարզություն։ Այս անգամ կտեսնեք, ես սա 3 օրում շատ ավելի կվերականգնվեմ, քան թե պարկելով։ Այսօր Կիրակի է, մի քիչ հիմա ֆուտբոլները ստուգեմ ինչ ա եղել, չորեքշաբթի օրն էլ կդիտեմ խաղը մեր հենոյին հաղթանակ ցանկանալով, 5 շաբթի օր արդեն դուրս գամ աշխատանքի։ Այսքանը, առողջություն բոլորիդ վախենալու բան չկա։ Համարձակ, հավատացեք, ժպտացեք, օգնեք, կյանքը գեղեցիկ է։ Ամենայն բարիքներ բոլորին։